Բարև ձեզ հարգելի բարեկամներ, քանի որ մարտի 8-ը սկսվել է արդեն եւ միամսյակ է, շնորհավորում եմ մեր մայրերի, քույրերի, դուստրերի մարտի 8-ը ցանկանում եմ ձեզ առողջություն, ժպիտ, երջանկություն ձեր ընտանիքներում, թող աշխարհին լինի խաղաղություն եւ դուք ապրեք անհոգ, որովհետև առանց ձեզ մեր կյանքը շատ դժվար է։ Սիրելիներս, մենք հաղորդաշար արեցինք, որը վերաբերում էր հանքային քարերին եւ ինչ դեր ունեն նրանք մեր առողջության հետ կապված։ Ինձ թվում է արդեն բավական է, եթե կունենաք հարցեր տվեք։ Դուք այդ քարերը կարող եք կրել ինչպես արծաթե շրջանակների, այնպես էլ ոսկե շրջանակների վրա, իսկ եթե դա վերաբերում է մարգարիտներին, ապա ապարանջաններ եւ վզնոցներ կարող եք պատրաստել եւ կախել, իսկ շրջանակների վրա ոսկու եւ արծաթի հիմնականում թանկարժեք քարերը, ոսկին դա տաք է իր բնույթով, որովհետև դա արևի սիմվոլն է եւ նույնպես ունի կարևոր նշանակություն առողջության համար, իսկ արծաթը, մենք արծաթի մասին խոսել ենք, արծաթը ունի հզոր անտիսեպտիկ հատկություն եւ հին ժամանակներում օգտվում էին արծաթե բաժակներից, գավաթներից, սպասքներից, ամաններից, քանի որ դա նպաստում էր առողջությանը, որովհետև մանրեազերծ հատկություն ունի, ինչպես նաև գանգես, ինդոս գետերը, որոնք սկիզբ են առնում արծաթահանքերից եւ հանդիկները, ինչպես այդտեղ անասուններ են լողացնում, լվացք են անում եւ խմում են այդ ջուրը որպես սուրբ ջուր, քանի որ նա իր մեջ ունի լուծված արծաթ։ Այսքանը դրա մասին, հարգելի բարեկամներ, այսօր ես ուզում եմ խոսել մաշկային խոցերի մասին, մաշկային խոցերը, որոնք հիմնականում լինում են սրունքների վրա, կարող է լինել նաև մաշկի այլ տեղերում, դրանք սնուցախանգարային բնույթ ունեն, այսինքն առաջանում է իրան շրջանառության խանգարում այդ տեղանքի մաշկում եւ ենթամաշկային հյուսվածքում եւ առաջանում են վերքեր, դրանք կարող են լինել անոթների հանգուցավոր խցանումներից, տրոմբոզներից, ինչպես նաեւ էնդարտերիտներից։ Ուզում եմ ասել, որ այդ խոցերը այդքան դյուրին հեշտ չի նրանց բուժումը եւ առաջանում են, այսպես ասած, երկարատև չբուժվող խոցեր, այդպես են կոչվում, որովհետև նրանք երկար այդպես համարվում են բուժման տեսակետից։ Այսօր ես ձեզ ուզում եմ ասել մի քանի միջոցներ ժողովրդական բժշկության մեթոդներով, որոնք դուք կարող եք օգտագործել, Աստված մի արասցե, եթե ունեք նմանատիպ խնդիրներ, կարող եք օգտվել։ Վերցնում եք կաղամբը, կաղամբի թարմ տերևը, ծեծում եք այսպես այդ տնային մուրճով, փայտի մուրճով, վրան լցնում եք ձվի սպիտակուց, թարմ ձվի սպիտակուց եւ կարող եք դնել որպես թռչոտ այդ բորբոքային մակերեսի վրա։ Պարբերաբար անելուց հետո դա սկսում է լավանալ եւ բորբոքային գործընթացը հետ է զարգանում։ Մեկ ամիս կարող եք դա օգտագործել։ Մյուսը վերցնում եք գայլուկ, չորացրած գայլուկ, գայլուկի կոները խմել, դա 2 ճաշի գտալ այդ մանրացված կոները լցնում եք մեկ բաժակ եղրման ջրի մեջ, դանդաղ եփում եք 5 րոպե, թողում եք կես ժամ թրմվում է եւ կարող եք խմել կես թեյի բաժակ օրը 2 անգամ, մեկ ամիս տևողությամբ։ Հաջորդը վերցնում եք այրուն խմիքի, մենք խոսել ենք այս բոլորի մասին, այրուն խմիքի արմատները մանրացրած վիճակում 2 ճաշի գտալ լցնում եք
կես լիտր սառը ջրի մեջ, թրմում եք սառը վիճակում 8-ից 10 ժամ, քամում եւ խմում եք 1 ճաշի գթալ օրը 3 անգամ ուտելուց հետո դարձյալ 1 ամիս տևողությամբ։ Կարող եք վերցնել սամիթը, 1 թեյի գթալ սամիթը, լցնում եք 1 բաժակ եղման ջրի մեջ, թրմում եք 1 ժամ, քամում եւ դարձյալ խմում եք կես թեյի բաժակ օրը 3 անգամ 1 ամիս տևողությամբ։ Հարգելի բարեկամներ, ձեզ առողջություն եմ ցանկանում, եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել, գրեք ձեր կարծիքները կոմենտներում եւ եթե կունենաք խնդիրներ, ապա բուժման եւ տեղեկատվության համար կարող եք դիմել Պուշկինի 38։ Ուզում եմ ես ձեզ ցույց տամ մեր քսուկը, ինչի համար սա հրաշալի քսուկ է այդ մաշկային խոցերի համար։ Երկար ժամանակ 30 տարի շարունակ մենք օգտագործել ենք, քանի որ ես վիրաբույժ եմ եւ աշխատում էի օրթոպեդիկ հիվանդանոցում, ապա այնտեղ այդ վերքերի եւ խոցերի համար օգտագործում էինք այս քսուկը, Անահիտ քսուկը, որը կարծես թե ստեղծված է հենց այդ խոցերի համար եւ տալիս է հրաշալի արդյունք։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։